Փառք եմ տալի Աստծուն, սիրելիներ, որ Տերը մեզի հնարավորություն է տվել, որ մենք կարողանանք մասնակցենք իր ժողովրդի հետ երկրպագությանը, միանանք սուրբերի հետ երկրպագելուն։ Սիրելիներ, շատ-շատերը սրա համար շատ մեծ գին կտային։ Ես մտքով անդրադառնամ Կորուստի մեջ եղողներին, մեծ գին կտային, որ կարողանան ամեն բան հետ բերեն։ Բայց այսօր, սիրելիներ, Աստված մեզի առատությամբ տալիս է, սիրելիներ, օրեր, խաղաղության օրեր, լսելու ժամանակներ, բարերար եղանակներ, երկնքից, սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք այս ժամերի մեջ իրոք մեր ընտրությունը անենք եւ մեր ընտրությունը անելուց հետո պահենք այդ ընտրությունը։ Աստված իրականում առատ է վերաբերվում մեզի հետ, հոր պես սիրո առատությամբ, եղբայրը կարդաց։ Չկար մեկը, սիրելիներ, Հիսուսը երկրի վրա եղած ժամանակում, որ ինչ որ մեկին անտեսեր, չկար, սիրելիներ, ու չկար մեկին, որ շնորհք արած չլիներ որդին երկրի վրա։ Բացի բժշկությունները, բացի սիրելիներ հրաշքները, նշանները, այս ամենից առավել լիքը շնորհք փոխանցեց։ Բայց այդ շնորհքի հետ միասին, սիրելիներ, զարմանալին է, թե այդ ժողովուրդը ինչ էր անում այդ շնորհքը, ոնց էր վերաբերվում այդ շնորհքի հետ, ինչպես վերաբերվեցին այդ խոսքերի հետ։ Ես ուզում եմ մի կարճ Տիրոջ օգնությամբ, սիրելիներ, անդրադառնամ մի քանի խոսքերին, թե մենք ինչպես ենք վերաբերվում Աստծու ձայնը լսելուց հետո։ Շատերը նստած աղոթում ասում են Տեր խոսա իմ հետ։ Տեր խոսա իմ հետ ասում են։ Բայց հետաքրքիր գիտեք որն է, Աստված նայում է ուշադիր, դու իր ձայնը լսելուց հետո ինչ ես անելու։ Ու դու ինչ ես անում իր ձայնը լսելուց հետո։ Տերը շատ ուշադիր է նրան։ Ես հիշում եմ, տարիներ առաջ էր, մարդիկ մոտիկանում էին, ասում էին, ուզում ենք Աստծուց պատասխան առնենք։ Կլինի եղբայր ջան, ես մոտիկանամ այն անոթին, տարիներ առաջվա բան եմ պատմում։ Կարիք ունեմ այդ խոսքի։ Ես ասում եմ, ինչու՞ չէ։ Կարճ ասած, սիրելիներ, բայց այդ զրույցի մեջ Սուրբ Հոգու ծնծի միտք էր գալի։ Ասում էր իմ ձայնը որ լսի, տենաս ինչ կանի։ Ասենք դու ուզում ես լսես Աստծո ձայնը, բայց Տերը ուզում է դրանից հետո էլ նայի, դու կլսես, բայց ինչ կանես այդ ձայնի հետ։ Դու ոնց ես վերաբերվելու այդ ձայնին։ Մենք ոնց ենք վերաբերվում այդ ձայնին։ Գիրքն ասում է, Ծննդոց գիրք, սկսեմ առաջի գլխից, առաջի գրքից, Տերը մտավ Եդեմական պարտեզ ու Ադամին ձայն տվեց, ձայն, խոսք չասեց, ձայն տվեց, ու գիրքն ասում է, որ Ադամը լսելով Տիրոջ ձայնը, ինչ արեց ով կհիշի, թաքնվեց սիրելիներ, հարց տամ ես հիմա ինձ, իմ նստած տեղում, ես լսում եմ Տիրոջ ձայնը, ու Տիրոջ ձայնը լսելով ինչ եմ անելու, ինչ կանեմ ես, ու արի խոստովանենք մենք Տիրոջ առաջ ենք, որ մենք շատ անգամ ենք լսել այդ ձայնը, տենց չի, տենց է, Տեր իր մարգարեով ասել էր, Սիոնի սիրու համար չեմ լռի, այդ ձայնը կլսես դու, գիտես խի, ասմա որովհետև այնքան եմ սիրում, որ լսել եմ տալու քեզ, Սիոնի սիրու համար չեմ լռի, էդի ասմա Սուրբ Հոգին։ Տեր, էդի շատ լավ է, բայց որ դու խոսաս, քո ձայն ասես, ես ինչ կանեմ էդի, հետո ինչ կանեմ, Տերն էլ էդ ուզում նայի, համել մտածենք մենք սրա վրա։ Մի քանի տեղեր եմ ուզում կարդամ Սուրբ գրքից, սիրելիներ, որպես այսօրվա Աստծո խոսքը չմնա օդի մեջ, կամ գետնի վրա մեղայ Աստծո, հապա դրան արժանի վերաբերմունք ցույց տամ, ես, դու, բոլորս սիրելիներ, այստեղ եղած։ Ու առակած գիրքն ասում է, որդյակ իմ խոսքերը սրտիդ մեջ դիր։ Միտեղ էլ կա սրտիդ ու հոգուտ մեջ դիր։ Երբ որ կլսես իմ ձայնը,
Ադամի նման մի թաքնվի, մի ծածկվի, և առավել ևս մի արդարացի, Ադամի պես չանես, Ադամի տերևները խոսում են իրա, ինչ-որ ձևով արդարացնելու մասին իրա մերկությունը, այդ ծածկոցները, դրանք մի օր կվերանան, բայց իմ առաջ կանգնի ինչպես որ կաս, առանց Ադամի թզի տերևներով, առանց մարդկային մեթոդներով սիրելիներ։ Ես կուզենամ կարդամ եւ փորձենք հետևել սիրելիներ։ Մի քանի խոսքեր Սուրբ գրքից մարդիկ լսելով Տիրոջը ձայնը ինչ արեցին։ Եվ այսօր Սուրբ Հոգին սիրելիներ չի զլանում։ Ես ասեմ ավելին, Տերը ասում է ես ավելին եմ անում, քան դու խնդրում ես, կան քո մտքով անցնում է։ Ես միշտ ավելին եմ անում։ Էդի ծնողն է տենց։ Միշտ ավելին անում։ Դրա համար մի անհանգստացի հարցերիդ վրայով Տերը միշտ ավելին կանի, այդտենց ասում։ Միշտ ավելին եմ անելու, բայց մտածի, երբ որ լսես ոնց կվերաբերվես այդ ձայնը։ Ինչ կանես այդ ձայնի հետ։ Կարդում եմ սիրելիներ, Հայտնության գիրք առաջի համարը, որ պիտի կարդամ, Հայտնության գիրք առաջի գլուխ, Հովհաննեսին վերաբերվում, առաքյալը իր մասին գրում է, 11 համարից սիրելիներ։ Եվ ինչ որ կտեսնես գրքի մեջ գրե, 10-ից կարդամ, ներողություն եմ խնդրում, եւ կիրակի օրը հոգին վրաս եկավ, ու ետևես ձայն մը լսեցի, փողի ձայնի պես, որ կսեր, ինչ որ կտեսնես, գրքի մեջ գրե, ու գրկե 7 եկեղեցիներուն, որոնք Եփեսոսի, Զմիրնիայի, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդիկեի, Ֆիլադելֆիայի, Լավոդիկիայի մեջ են, 12 համար ուշադրություն, 15 ինչ ասում, և դարձա այն ձայնի կողմը տեսնելու, թե ով է ինձի հետ խոսողը։ Հովհաննեսն ասում է, երբ որ ձայնը լսեցի ես, պատմոց կղզում, բանտարկված Հովհաննեսը, Տիրոջ խոսքի համար, կիրակի օրը, հոգին իրա վրա եկած ժամանակ, ձայն լսեցի, բայց այդ ձայնը լսելով տեսեք ինչ ասում, դարձա ձայնի կողմը, լսում եք սիրելիներ, էսի խոսում առաքյալը, դարձա ձայնի կողմը, պտտվեցի ձայնի կողմը, բայց հետարքիր խոսք ագրում, դարձա ձայնի կողմը, այդ ձայն իրա առաջից չէր խոսում, եթե ոչ ինքը չէր պտտվի ձայնի կողմը, ձայն եկավ ոչ թե արջևից, բայց այն տեղից, որտեղ պետք էր ինքը պտտվեր դեպի ձայնը, ուշադրություն դարձրեք, Տերը Պետրոսին ինչ ասում, առաքյալին իրա, որին դրել է ծառայության մեջ, Տերը Պետրոսին ասում է, երբ որ դու դարձի կգաս Պետրոս, դու քո եղբայրներին կհաստատես, բայց դու պետք է հələ դարձի գաս։ Ես չեմ խոսում նրա մասին ասելու, թե Հովհաննեսը դարձի եկած մարդ չէր, քավլիցի, ես էդի չեմ կարա տենց ասեմ, գիրքն էլ դա չի ասում, բայց գիրքը ուրիշ երանգ է մտցնում ստե, ասում ինքը պտտվեց ձայնի կողմը, դու տեղ ունես, պտտվեց դեպի այդ ձայնը, տեղ ունես, դու տեղ ունես քո մեջ, քո կյանքի մեջ դեպի այդ ձայնը ուղղորդվելու, քո բոլոր կոորդինատները ուղղելու այդ ձայնը, դու տեղ ունես, Անես չի, որ դու լրիվ պտտված ես այդ ձայնի կողմը, դու ու ես տեղ ունենք կոնկրետացնելու ձայնի ուղղությունը վերցնելու համար դարձա ձայնի կողմը։ Ու տեսա, շատ բաներ կա սիրելիներ, ես ուզում եմ հավատքի մեջ տենամ, առանց ձայնի կողմը պտտվելու, այն, որ տեսավ Հովհաննեսը Էդի վերջի ընթրիքի ժամանակ
տեսքով Հիսուսը չէր, այդ տեսքով չէր։ Այն որ հենվել էր կրծքին Քրիստոսի ու Պետրոսի խոսքից թե հարցրահը ով անա որ քեզ կմատնի, այդ տեսքով չտեսավ ինքը։ Այդ տեսքով չտեսավ ինքը։ Բայց երբ որ պատտվեց, տեսավ։ Ուզում ես Տիրոջի շատ բան տեսնես։ Դու էլ ես ուզում, բայց դու պետք է պատտվես ձայնի կողմը։ Լսում եք սիրելիներ։ Երբ որ Տերը խոսում է քո սրտին, պատտվի։ Տերը խոսում է քո սրտին, պատտվի։ Տերը խոսում է քո մտքին, պատտվի։ Տերը խոսում է կյանքի դրվագներով անգամ, ոչ թե միայն խոսքով, պատտվի։ Հովհաննեսը պատտվեց։ Մի երկու խոսքեր կարդամ սիրելիներ։ Առաջի Թագավորաց 3-րդ գլխում Սամվելի մասին է խոսքը սիրելիներ։ Ու այս մանուկի օրինակը, Սամվել մանուկի օրինակը սիրելիներ, մի տեսակ ուսուցողական է։ Բոլոր նրանց համար, ովքեր սիրեցին Տիրոջ տան բնակությունը, ովքեր բնակվում են Տիրոջ տանը մեջ, ես խոսում եմ հիմա ես համար է շատ օրինակելի է, այդ մարդկանց, առաջի Թագավորաց 3-րդ գլխում, մեկ համարից, Սամվել մանուկը հեղի առջև Տիրոջը ծառայություն կներ։ Այն օրերը Տիրոջ խոսքը հազվագյուտ էր ու հայտնի տեսիլք չկար։ Օրը հեղի իր տեղը պարկել էր, անոր աշկերը սկսել էին ծանրանալ ու չէր կրնար տեսնել։ Եվ Աստծո կանթեղը տակավին մարաշ չէր, ու Սամվել Տիրոջը տաճարին մեջ կքնանար, ուր Աստծո տապանակը կար։ Տերը կանչեց Սամվելը ու անիկա հոսեմ ըսավ, և հեղիին վազելով ըսավ, ահա հոսեմ, քանզի զիս կանչեցիր, և անիկա ասավ, ես չկանչեցի, դարձիր, պարկե, անալ դարձավ, պարկեցավ, Տերը անգամ մնալ կանչեց, ով Սամվել, ու Սամվել ելավ հեղին գնաց ու սավ, ահա հոսեմ, քանզի զիս կանչեցիր, ու անիկա ասավ, որդյակ իմ, ես չկանչեցի, դարձիր, պարկե, և Սամվել տակավին Տիրոջ ձայնը չէր ճանաչեր, ու Տիրոջ խոսքը դեռ անոր հայտնված չէր, նորեն երրորդ անգամ Տերը կանչեց, ով Սամվել, ու Սամվելը սավ հեղին գնաց, ելավ հեղին գնաց, ահա հոսեմ, քանզի զիս կանչեցիր, այս երեխեն չի հոգնում ամեն անգամ, ձայնը լսելուց գնում է, բայց ոչ ճիշտ ուղղությամբ, ուստի Սամվելին ասավ, գնա պարկե, եթե անգամ մնալ քեզ կանչե, ասե, ով Տեր խոսե, քանզի քո ծառատ մտիկ կնե, Սամվել գնաց, իր տեղը պարկեցավ, Տերը եկավ, կայնեցավ, ու առաջին անգամների պես Սամվել, Սամվել կանչեց, ու Սամուել ասավ, խոսե Տեր, քանզի քո ծառատ մտիկ կնե, այն ատեն Տերը Սամուելին ասավ, Աստծո ձայնը լսելով, ինչ ես անում դու Սամվել, Երկը գրմա ելավ ու գնաց, արձագանք կա քո մոտ Սամվել, Տիրոջ ձայնին, թեպետ չես ճանաչում ձայնը, բայց դու գնում ես ձայնին ընդառաջ, լսում եք սիրելիներ, էտել են մանուկնա, որը քնել է, քնած ժամանակ ձայն է լսում ու քունը թողնում է, անկողինը թողնում է, մի հատ միտք եմ ուզում ասեմ, իդեպ, եթե ուզում ես Տիրոջ ձայնը լսես, հանգիստդ գտի Տիրոջ տանը մեջ, Տիրոջ ներկայության մեջ, նորից կրկնեմ ես միտքը, Սամուելը Տիրոջ ձայնը սկսեց լսել Տիրոջ տապանակի մոտ, եթե դու հանգիստ ես մանգալի Տիրոջ տապանակի մոտ, դու իր ածենը հաստատ լսելու ես, բայց հլը հարց տուր քեզ, դու որտեղ ես հանգիստ մանգալի, ու ուզում ես Տիրոջ ձայնը լսես, էդի որտեղ է, Սամվելը տապանակի մոտ է, ես ու դու որտեղ ենք, ու երբ որ ձայնը լսեց այս մանուկը,
Քանի անգամ գնաց, չէ՞։ 3 անգամ տեղից ելնում է։ Ու ինչ ասում Սամվելը, խոսի, քո ծառան լսում է քեզ։ Դու որ լսում ես, ուզում ես ինքը խոսա, ձայնը լսեցիր, կուզես ինքը շարունակի։ Երբ որ Երուսաղեմում որդին քարոզ էր անում, իրանք չուզեցին, որ այդ խոսքը գնա։ Ասեցին, «Էլ չխոսաս»։ Երբ որ Մարգարեն Տիրոջ անունով Մարգարե անում էր, ասում էր, «Մեյ մնալ չխոսաս Տիրոջ անունով, մեյ մնալ չխոսաս»։ Որտեղ այդ խոսքերը հաճելի չի մեզի, մեյ մնալ, բայց Սամվելն ասում է, «Խոսի, ես լսում եմ, են էլ ծառայի նման եմ լսում»։ Տեր ուզում է, որ ես ու դու լսենք, սիրելիներ, այն էլ ծառայի նման։ Տիրոջ խոսքը լսի ծառայի նման։ Ամեն սիրելիներ, ով կասի ամեն։ Երբ որ քննում ենք այս լույսի ներքո, սիրելիներ, մենք բռնացնում ենք մեզի, որ միշտ չենք կարող լսենք ծառայի նման։ Ու միշտ չենք կարող մեր տեղից հելնենք գնանք այդ ձայնին ընդառաջ։ Պետրոսը նավի մեջ նստած գիշերվա 4-րդ պահուն Հիսուսն եկել է ծովի վրայով նավին։ Պետրոսը չի տեսնում Տիրոջը, բայց աշակերտները կանչորդելով, մտածելով, թե աչքի երևույթ է, Տերը ձայն տվեց ու խոսքով ասեց, ես եմ, մի վախնակ։ Ու Պետրոսը բան է ասում, ասում է Տեր, դու ես, չէ՞։ Հիշում եք այդ տեղը։ Ասեց, եթե դու ես, ասա գամ։ Սիրելիներ, այդ Պետրոսը լավ չէր տենում Տիրոջը ջրի վրա։ Բայց որ ինքն է, ես այդ ձայնի կողմը գնում եմ։ Լսի, ուր ես գնում ձայնի կողմը։ Ծովը փոթորիկ է, են էլ մութ է, ուր ես գնում, Պետրոս։ Թող լուսավորվի, մի հատ հələ լույսը բացվի, կիմանաս ինչ անես։ Չէ՞, մենք մարդիկ իրար խորհուրդ են տալի տենց։ Այ մարդ հələ թող լույսը բացվի, հələ կիմանաս, հələ մի հատ թաց ու չոր արա, հələ կշռի նոր։ Պետրոսը ձայնն է եկել Տիրոջ, ասում է ես եմ։ Լսի, 4-րդ պահուն Հիսուսին գնալ ծովի վրայով ընդառաջ, ալեկոծ, էս ինչ բանն է, Պետրոս։ Դուս ես պատրաստ ես։ Հա՞։ Ասում է, հա։ Ինչ եք մտածում, աշակերտները մտքի մեջ չէին ասում, Պետրոս, կգնաս կիմանաս։ Բայց ով է պատրաստ գնա Տիրոջ ձայնին ընդառաջ։ Գիշերվա 4-րդ պահուն, են էլ որ չես տեսնում լրիվ։ Բայց դու ո՞նց ես գնում։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Եթե Տիրոջ ձայնը հաճելի է քեզ, ձայնը, լսի, ինչ 4-րդ պահուն, ինչ անուշքուն, ինչ չեմ տեսնում, ինչ փոթորիկ ու ալիք, ինչ ծով, հաճելի է քեզ այդ ձայնը, գնա Տիրոջ ձայնին ընդառաջ։ Էսի անում իր աշակերտը, էսի անում իր աշակերտը։ Հաշվի չնստավ ծովի հետ, բնության, երևույթի հետ, դու հետ ես հաշվի նստում։ Երևույթի, թե քեզ Տիրոջ ձայնը ավելի թանկ է, քան երևույթը։ Դու ո՞նց ես պտտվում, ո՞նց ես շարժվում։ Հայտնության գիրք 3-րդ գլուխ, սիրելիներ, ինչ ասում Տեր իր եկեղեցուն։ Վերջի եկեղեցին ան, որ հորդորելով, սիրելիներ, այս եկեղեցու մասին Լավոդիկեի դրական բաներ չի ասում, տեսեք ինչ ա գրում։ Եվ Լավոդիկեի մեջ 3:14-ից եմ կարդում, եղած եկեղեցի հրեշտակին գրե, այսպես սկսե ամենը, հավատարիմ ճշմարիտ վկան, Աստծո արարածներու սկիզբը, գիտեմ քո գործերը, որ ոչ պաղ ես, ոչ ալ տակ, երանի թե պաղը լայր կամ տակ, ուստի դու որ գաղջ ես, ոչ տակ, ոչ ալ պաղ, քեզ բերնես դուրս փսխելու վրա եմ, քանզի կսես, ես հարուստ եմ, մեծացա, բանի կարոտ չեմ, բայց չես գիտեր,
թե դու խեղճ, թշվառական ես, աղքատ, կույր ու մերկ, ես քեզ խորհուրդ կտամ, ինձ մեկ կրակի մեջ փորձված ոսկի ծախվար, որպեսի հարստանաս, ջերմակ հանդերձներ, որպեսի հագնիս, որպեսի քո ամոթալի մերկությունը չերևնա, ու աչքերուդ դեղ դիր, որպեսի տեսնես։ 20 համարը, ահա ես դուռը կայնել եմ ու կզարնեմ, դուռը կայնել եմ ու կզարնեմ, եթե մեկը ձայնս լսե ու դուռը բանա, անորքով պիտի մտնեմ, ձայնս լսե ինչ անի, դուռը պինդ փագի, երկերքոց, ասմա եկա դուռը թակեցի, սիրեկանը ներսից ինչ ասում, գիտեք, ասմա ոտքերս լվացել եմ, զանիկա ոնց աղտոտեմ, պատմուճանս հանել եմ, զանիկա ինչպես հագնեմ, չես ուզում դուռը բաց անես, դու մի կարծի, որ Սուրբ Հոգին քո նստաստեղը քո հետ չի խոսում, խոսում է, բայց ասում է Տերը, ով որ ձայնը լսի ու բացի դուռը, ես մուտք ունեմ ընդեղ, որտեղ դուռ են բացում ինձի, որտեղ դուռ են բացում, կմտնեմ, ընթրիք կանեմ, մի հատ էլ հարց եմ ուզում տամ, դու ուզում ես ձայնը լսես միայն, թե ուզում ես ընթրիք անես Հիսուսի հետ, դու ինչ ես ուզում, ուզում ես ընթրիք անի, պտի բացես այդ դուռը, լսում ես ով հոգի, սրտի դուռը, Հիսուսի անով եմ ասում, պտի բացես, ավելին չես ունենա, եթե սիրտդ փագա, շատերը լսեցին ու խստացրեցին, եթե դու սիրտդ խստացած ու փագած մարդ ես, մի պարծեցի, որ դու լսել ես Տիրոջը ձայնը, Տերը նայմա դու իր ձայնի հետ ինչ ես անում, բաց ասում է Տերը, ով սիրուհիս, ով աղավնիս, կատարյալս, այդպես է գրում, բաց ինձի, և վերջի օրինակն էլ բերեմ Եղիայի, Եղիան գնում է Տիրոջը լեռը, Տիրոջ երեսը փնտրելու, 40 օրվա ճանապարհ, 40 գիշերվա ճանապարհ, հասնում է Տիրոջ լեռը, ու Տերը հարց է տալի, Եղիա հոս ինչ բան ունես, դա գրված է 3-րդ Թագավորաց, կարդամ այդ խոսքերը, 19-րդ գլուխ, 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխ, 8-ից կարդում եմ, անիկա ելավ կերավ խմեց, այն կերակուրի ուժով 40 օր 40 գիշեր գնաց, մինչև Քորեբ Տիրոջը լեռը Աստծո լեռը հասավ, հոն քարայրը մտավ, ու գիշերը հոն մնաց, և ահա Տիրոջը խոսքը անոր եղավ ասելով, ով Եղիա, հոս ինչ բան ունիս, անիկա ասավ, զորքերու Տեր Աստծու համար մեծ նախանձավորություն ունեցա, քանզի Իսրայելի որդիները քու ուխտը թողուցին ու սեղանները փլցուցին, մարգարեները սրով մերցուցին, միայն ես մնացել եմ, իմ անձս էլ կփնտրեն, որպեսզի զանիկա վերցնեն, 11 համարը, Տերը անոր ասավ, ելիր ու լեռը Տիրոջ առջև կայնե, ատերը կանցներ ու Տիրոջ առջև են լեռները քաքող, ապառաժները կոտրտող, մեծ ու սաստիկ հոմը ելավ, բայց Տերը անոր հովի մեջ չէր, հովի ետևեն երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր, երկրաշարժի ետևեն կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր, կրակի ետևեն մեղմ ու բարակ ձայնը լսվեցավ, մեղմ, բարակ ձայն լսվեցավ, մեղմ ու բարակ, իդեք ռուսերեն ոնց է գրում, тихое веяние, зепյուր, հա, վեյենի, մեղմ ու բարակ ձայն, ոնց որ զեպյուր, ոնց բացատրես այդ բարակ ձայնը, քամու պես նմանացնում է այդ խոսքերով, սիրելիներ, կրակի ետևեն մեղմ ու բարակ ձայն լսվեցավ, եվրայերեն թարգմանություն կա, եբրայերեն, այս համարը սենց է գրում, тихое веяние тишины,
Тихое веяние тишины. Ես չգիտեմ էդի ոնց բացատրեմ։ Վեյենի տիշինի, լռությունը ինչ վեյեն ունի, պաստորեն։ Են որ ասմա տերը հետը չի խոսում, դու ինչ գիտես չի խոսում, լռության մեջ տերը նաև խոսում է։ Եղիայի հետ այս ձևով խոսում է, սիրելիներ, մեհամ կամու զեփյուրի պես, տեսեք Եղիան ինչ անում, ինձ հետաքրքիր է Եղիան ինչ անում ձենը լսելով։ Ու Եղիա զանիկա լսածի պես իր վերարկուով երեսը ծածկեց ու ելավ քարայրի բերանը կայնեցա։ Ահանոր ձայնը եկավ ու սավ ով Եղիա հոս ինչ բան ունիս։ Եղիան ասում է ես ելա ու կանգնեցա քարայրի բերանս, քարայրի բերանը երեսը ծածկելով։ Ելա ու կանգնեցի։ Երբ որ Տերը քո սրտին խոսում է, հելի կանգնի։ Ոչ թե ֆիզիկապես քո նստած տեղի մեջ, դու քո ներսով կանգնի։ Բան կա, մարդիկ երեսը ծածկում են։ Եղիան էլ է երեսը ծածկում։ Սերոբեներ կան, որը երկնքում սուրբ ես կանչելուց ծածկում են իրանց երեսը։ Դու քո սահ ունեցածը կծածկես, մենակ լսես իրա ձայնը։ Քո ունեցածիդ վրա ծածկոց կդնես, մենակ թե Տիրոջ ձայնը քո կյանքում չկտրվի։ Եղիան պատրաստ անի։ Սիրելիներ, ես ու դու պատրաստ ենք Տիրոջ ձայնը լսելով, պտտվել այդ ձայնի կողմը, Տիրոջ ձայնը լսելով, դառնալ ձայնի կողմը, Տիրոջ ձայնը լսելով ելնել ու գնալ, ու ասել ես ուզում եմ լսեմ քեզ ծառայի նման խոսի, Տիրոջ ձայնը լսելով ուզում եմ դուրս բացեմ սիրելիներ, թե չէ։ Մենք խոստովանություն տանենք աղոթքի ժամանակ, թե Տիրոջ ձայնը լսելով ինչ ենք արել։ Եթե անգամ մի անգամ արել ես, կարող է դի 3 ես արել, թե երբ է, դի Տերը տենում է, բայց մենք պետք է կանգնենք ոտքի, հիմա կանգնենք ոտքի սիրելիներ,